Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 8-ն է 2026 թվական։ Օգոստոսի 8 նշանակում է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի 1 ամյակը, դրա համար սկսենք Նիկոլ Փաշինյանի ուղերձից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում օգոստոսի 8-ի առիթով ասված է, ամբողջական բնականա չեմ կարդա, բայց ուշագրավ մասերը։ Մեկ տարի առաջ այս օրը 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տանը հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունված համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, խաղաղության հռչակագիր։ Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում 3 ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից նախաստորագրված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա։ Մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների Ադրբեջանում անազատության մեջ լինելը։ Ուշադրություն դարձնենք, կանրադառնամ, որ այս վավերացմանը սպասում ենք հաստատելու մասին է խոսքը։ Սպասում է իր ստորագրմանը, բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք Թրամփի նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։ Բայց նաև պարզաբանում է այս հարցը։ Այսօր շատերը ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ հայրենասիրական ծխածասկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց թեթևեթանքի խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանի հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին չշարունակելը խոսույթները։ Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ։ Հիմա հասկանանք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նախ ասում է օգոստոսի 8-ի փաստաթղթով Հայաստանը բաժանում են երկու մասի՝ առաջ եւ հետո, մինչեւ դա Հայաստանը գտնվում էր փակուղու։ Որքան հիշում եմ, Նիկոլ Փաշինյանն ասում էր 2020 թվականի պատերազմում պարտվեցինք, որպեսզի Ադրբեջանին ինչ որ պատկանում է հանձնենք, որպեսզի այդ պատերազմի առիթով դուրս գանք ֆորպոստի կարգավիճակից եւ վերջապես Արցախը
արդեն հայաթափելուց հետո, էթնիկ զտումից հետո մենք ստացանք անկախություն, այսինքն կռվեցինք Ադրբեջանի հետ, Ադրբեջանը արցախցիներին հանեց եւ անկախություն ստացանք Ռուսաստանից, որտեղ մինչև այդ մենք ֆորպոստ էինք, բայց պարզվում է, որ մինչև 2025 թվականի օգոստոս մենք գտնվում ենք փակուղում, Ժորժ ջան, բայց ծափուտի ծաղը այդ ոգևորությունները, այդ զուռնադհոլը հո չի սկսե մենակ օգոստոսի 8-ից հետո Ինչ հլնում էր հեղափոխության արժեքներից ու գաղափարներից էիք խոսում, ձեզ պարգևավճարներ տալիս, ձեր գումարները բարձրացնում, խոսում, որ տեսեք ինչ հաջողություններ ենք արձանագրել, հետո եք շուռ գալի ասում, չէ, Ժորժ ջան, 5 տարի ֆորպոստ էինք, հա, մեկ է եթե Թրամփի ժամանակ չստորագրեինք, մենք փակուղու մեջ էինք, Ժորժ ջան, հազիվ եղա, բայց մոռանում է Նիկոլ Փաշինյանը որ հենց ինքն է օգոստոսի 8-ին Վաշինգտոնից ասել, որ մենք այս նույնը առաջարկել ենք Ռուսաստանին, Ռուսաստանը մերժել է, առաջարկել ենք մեր մյուս գործընկերներին, նրանք էլ են մերժել, որից հետո հետաքրքրությունը առաջացրել Տրամփի ադմինիստրացիան, այսինքն նախաձեռնությունն եկել է իրանցից, որպեսզի այս ճանապարհի հարցը լուծվի։ Այսինքն փակուղուց դուրս գալու համար Հայաստանը առաջարկում էր նաև Ռուսաստանին այդ տարբերակը։ Ռուսաստանը չի համաձայնում, Ամերիկան ինքն է առաջարկում եւ քանի որ դրանից առաջ էլ Սթիվ Ուիթքոֆը Դոնալդ Տրամփի հատուկ բանագնաց Ալիևի գնաց հանդիպեց եւ պայմանավորվեց։ Այսինքն նշանակում է բաժանել մասերի, որ մենք փակուղու մեջ էինք մինչև 25 թվականը, բայց չենք մենք այդ մասին իմանում 26 թվականի օգոստոսի 8-ին։ Բայց երբ որ մենք ասում ենք, որ Ժորժ ջան, դուք ճիշտ ճանապարհով չեք գնում, այս բանը չեք հասկանում, այս մեկը սուտ եք ասում, այս մեկը սենց եք անում, այս մեկը իրականությանը չի համապատասխանում, ձեր համակիրները խեղդում են մեզ, ասում են լավ Չի լինի, որ մի անգամ Նիկոլ Փաշինյանի մասին դրական բան ասեք, ինչի չի լինի, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ մինչև 25 թվականը իր կառավարությունը փակուղու մեջ էր։ Դրական չի, Ժորժ ջան, ինչի մասին է խոսքը, ասենք դա դրական է, դե ասեք Ժորժ ջան։ Հա դե ասма դա անցած գնացած բա, բայց այդ անցածի ժամանակ ապրում էինք, չէ։ Այդ անցածի ժամանակ մենք տեսնում էինք, որ դուք փակուղու մեջ եք, բա դա էինք ներկայացնում, դա էինք բացատրում։ Գուցե մտածեիք, գուցե հասկանայիք, գուցե ծանր ու թեթև անեիք, շատ կարծիքներ լսեիք։ Այլ ոչ թե եթե Դոնալդ Տրամփը երբ որ առաջարկեր ու հիմա դու խոստովանում ես, որ դա փակուղու մեջ էինք, Տրամփը մեզ փրկեց, դրանից հետո պարզա, որ պետք է ասեն, բա դուք ինչ էիք անում, որ մենք ձեզ փրկեցինք, ինչի ենք մենք դա ասում այդ անկեղծարում հիմա։ Եվ բացի դրանից, խաղաղության փաստաթուղթը չի ստորագրվել, ընդհանրապես նախաստորագրվել է։ 1 տարի է անցել եւ 1 տարվա ընթացքում ամեն օր Հայաստանի իշխանություններն ասել են պատրաստ ենք հենց վաղը ստորագրենք, բայց նույնիսկ իրանց համար անհայտ պատճառներով Ադրբեջանը չի ստորագրում։ Ադրբեջանի բոլոր տրամաչափի պաշտոնյաներն ասում են, մինչև սահմանադրությունը չփոխես, չենք ստորագրելու։ Անցել է մի տարի, այն Տրամփը, որը գլուխը գովում է, որ խաղաղություն ա բերե, կուզենար, որ հիմա արդեն ստորագրվեր, այդ էլ դափնիները գար իրան, բայց ինչպես տեսնում եք, ստորագրող չկա։ Ալիևը դեմա, ասма մինչև չանեք չենք անելու, իսկ այդ պարագայում հարց է ծագում, եթե խաղաղության պայմանագիր չկա, այսինքն չկա ոչ մի երաշխիքներ, ոչ մի պարտավորություններ, այդ թվում նաև միջազգային երաշխիքներ, ուղղակի չկա, որտեղ եթե նախաստորագրելու եւ ստորագրելու մեջ տարբերություն չլներ, Ադրբեջանն չի պահանջում, որ սահմանադրությունը մինչև չփոխեք չենք ստորագրելու, ուրեմն տարբերություն կա, որովհետեւ ստորագրելուց հետո պարտավորություններ է ստանցնելու եւ ասել, որ մենք հիմա խաղաղություն ունենք եւ դա շնորհիվ այդ փաստաթղթի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո, նախաստորագրելուց հետո դրանից հետո է Ալիևը ասել, դե ինչ որ մեզ պետքա կվերցնենք մեքենաներով կմտնենք, կվերցնենք, էլ ինչներիս է պետք տանկերով մտնենք, եթե կարող ենք մեքենաներով մտնել։
Այսինքն խաղաղությունը պայմանավորված է նրանով, որ ինքը գիտի, որ կգա մի ժամանակ, սենց հերթով, որ Հայաստանի հասարակության զգոնությունը կբթացնեն, կասեն մենք խաղաղություն ենք բերել Ադրբեջանի հետ խաղաղությունը եւ այլ եւ այլ եւ այլ, Տրամպն էլ մեզ խաղաղությունը երաշխավորել է, մինչեւ որ գա հասնի վիճակը այն մասին, որ ով որ խոսա ասի Ժորժ ջան, ոնց որ թե մենք փակուղու մեջ ենք, ասեն դե լավ էլի պատերազմ եք ուզում։ Հիմա ով էր այն ժամանակ ճիշտ, որ մենք այդ բոլոր խնդիրները նշում էինք։ Այն Նիկոլ Փաշինյանը, որ փափուկ բարձր ձեր գլխի տակ դնում, հետո հիմա կանգնում ասում է Ժորժ ջան, բա իմացել եք ինչ խայտարակ վիճակում էինք։ 5 տարի ֆորպոստ էինք, դրանից հետո էլ փակուղում էինք։ Էսա 8 տարվա 7 տարին տենց է։ Բա ինչի՞ց եք տենց ոգևորված գլուխներդ գոհում, թե ինչ եք անում։ Այսինքն այսօր նշանակում է, որ Ադրբեջանը սպասում է մեր հասարակության մարտական ոգին այնքան կոտրվի, որ ավտոյով մտնեն եւ վերցնեն իրանց ուզածը, բայց իրանց ինչին է պետք, որ անտեղի տեղը պատերազմեն, հասարակությանն էլ մոբիլիզացնեն ընդդեմ իրանց։ Պետք է հասարակությանը բարոյալքել, գնացեք ծափուտի ծախ, ոգևորված, թրջկոտեք, երգեր լսեք, ինչի մասին է խոսքը, մենք խաղաղություն ենք բերել։ Որպեսի այդ հարցը լուծվի, որովհետև պատերազմը մոբիլիզացնում է ժողովրդին։ Բայց իրան չի նա պետք, եթե առանց պատերազմի կարա իր ուզածը ստանա, բայց դրա պատասխանը տվեք։ Հիմա նաև ասում է, որ այսինքն երաշխիքը խաղաղության նաև նա է, որ այդ խոսույթը, որ Արցախի մասին է խոսվում կամ Արցախ վերադառնալու, դա հավասարության նշան է դնում Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջան եւ փախստականների վերադարձի հետ, եւ դա անվտանգության տեսանկյունից խաղաղությանը վտանգ է ներկայացնում։ Դա պետք է ուղղակի չլինի։ Հիմա հարց է ծագում։ Նախ ինչու ենք հավասարության նշան դնում արցախցիների էթնիկ զտման եւ խորհրդային միության տարածքից ադրբեջանցիների գնալու հետ։ Զուգահեռը ո՞րն է այդ զուգահեռը։ Խորհրդային միության ժամանակ մենք ինքնիշխան պետություն չէինք։ Խորհրդային միության մի տարածքից բնակիչը գնացել է մյուս տարածք։ Եթե դրա հետ կապված մարդիկ ստացել են իրար փոխհատուցումները, ստացել են գումարներ, փոխանակումներ են կատարել։ Եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, խորհրդային միությունը արդյոք ստանձնել է պարտավորություն, որ Հայաստանից գնացած ադրբեջանցիներին պարտավորվում է փոխհատուցում տալ, ինչպես մարդկանց ասել են խնայ բանկերում գումարները կարող եք ստանալ, ինչպես մյուս բանը, ինչպես աղետի գոտու հետ կապված վերականգնելը, որ մարդկանց տներ պետք է տան, խորհրդային միությունը փլուզվեց, պարտավորությունները մնաց, Հայաստանի Հանրապետությունը այդ պարտավորությունը վերցրեց իր վրա։ Հիմա կարող է Հայաստանի Հանրապետությունը բերի մի փաստաթուղթ ցույց տա, որ խորհրդային միությունը 88-89 թվականներին ստանձնել է պարտավորություն փոխհատուցում տալ ադրբեջանցիներին, մի մասը տվել է, մի մասը չի տվել, մարդիկ էլ դժգոհում են, ասում են չեք տվել, պահանջ են ներկայացել, դիմումները հավաքել են, խորհրդային միությունն ուզում էր տալ, այն էլ փլուզվեց, եւ դա որպես պարտավորություն մնաց Հայաստանի Հանրապետության վրա, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է։ Դուք ունեք այդ փաստաթուղթը, թեկուզ մի հատ, չկա, չէ՞։ Բայց այդ պարտավորությունը մենք ինչի ենք հավասարության նշան դնում խորհրդային միության բնակչի մի տարածքից մի տարածք գնալու եւ անկախ Ադրբեջանի տարածքից էթնիկ զտման միջև։ Ոնց ենք մենք հավասարության նշան դնում։ Մարդը ապրել է իր բնորանում եւ այդ բնորանում ունեցել է կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, բայց այդ կարգավիճակը անգամ խորհրդային միության պարագայում նա ուներ։ Եվ խորհրդային միության օրենքներով այդ կարգավիճակի հետ կապված նա իրավունք ուներ որոշել մնում է խորհրդային միության կազմում, միանում է Ադրբեջանին, թե միանում է Հայաստանին։ Սա է, ոնց ես համեմատում ուղղակի մարդու ապրելը, ասենք մեղրիում ապրելը։ Եվ եթե այդպիսի խնդիր ես դնում, մեր մոտ հիմա այսօր իշխանությունները արցախցիների թեման համարում են փակված։
Վերջ, պետական քաղաքականությունը, անգամ Արցախ բառն են համարում փակված, իսկ Ադրբեջանում, արևմտյան Ադրբեջան, պետական քաղաքականության մակարդակի է վրա բարձրացված, որովհետև մեջլիսի падգամավորը, մինի մեջլիսի падգամավորը այդ կառույցի ղեկավարը իշխող քաղաքական ուժի, որովհետև բոլոր սիմպոզիումները, բոլոր տպագրությունները, բոլոր քարտեզները, բոլոր գրքերը եւ միջազգային բոլոր հավաքները պետական ֆինանսավորմամբ ու հովանավորությամբ բահարվում։ Այսինքն նշանակում է, եթե Հայաստանում որևէ ընդդիմադիր կարծիք է հայտնում, դե դուք ձեզ այդպես եք պահում, դրա համար էլ Ադրբեջանը հավասարության նշան է դնում, այսինքն դրանով մեղքը գցում է Հայաստանի ընդդիմության վրա, որ ասում է, եթե դուք տենց խոսում եք, դա լավ անում Ադրբեջանն էլ է խոսում։ Դրանք հավասարության նշան չունեն, աղերս չունեն իրար հետ ընդհանրության։ Այդ հավասարության նշանը հենց Նիկոլ Փաշինյանն է ուզում դնի, որպեսի մեղքը գցի Հայաստանի վրա։ Մեր մոտ ժողովրդավար պետություն է, չէ՞ Փաշինյանի։ Բայց ժողովրդավար պետությունում եթե մեկը մի հատ կարծիք հայտնում, դրա համար հարձակվում են գրավում։ Մեր մոտ մեր իշխանությունը պահում է դա։ Անգամ ճնշում է ներսում մարդկանց, հանկարծ Արցախ անունը չտակ, Արցախի դրոշները հանեք, էս արեք, այն արեք։ Իսկ այնտեղ դա արվում է պետական մակարդակով, եւ դա պետք չի արդարացնել եւ նույնականացնել։ Իսկ ինչ վերաբերվում է Թրիփի հետ կապված էլ չմոռանանք, որ մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ հարցերը չկարգավորի, Թրիփի հետ կապված շատ մշուշոտ է, որ այդ ճանապարհը կաշխատի։ Որովհետև մենք տեսել ենք նաև ագրեսիվ հռետորաբանություն է Իրանին վերաբերվող հարևանների հետ, որ իր կենսական շահերն են հարևանները, որոնք հանկարծ Ամերիկայի խաղը չխաղան։ Անգամ այսօր, եթե ժամանակ ունենալ, նորից կանդրադառնանք։ Այսինքն, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների թրիփը մենք համարում ենք անվտանգության երաշխիք, մի քիչ գերագնահատում ենք, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները բազաներ ունի արաբական նավթային երկրներում, որոնք դարձան լեգիտիմ թերախ, որովհետև Ամերիկայի բազաներն ընդեղ է։ Լա մեր մոտ ընդհանրապես անվտանգության երաշխիք չի էլ տվել թրիփի հետ կապված Ամերիկան, եւ Նիկոլ Փաշինյանն էր հավաստիացնում, որ ամերիկյան զորք Հայաստանում չի լինելու։ Այդ դրանից հետո մենք ոնց ենք համարում, որ խաղաղություն եկել է թրիփով։ Այն դեպքում, երբ որ եթե Իրանին դուրս չեկավ, բայց Իրանը Ամերիկայի հետ հարցերը չլուծեց, Իրանը մեզ համար բավական վտանգավոր կլինի։ Մենք Իրանի հետ խնդրեմ չունենք, բայց Իրանի խնդիրները մյուսների հետ կարող է մեզ համար խնդիր առաջացնի, մենք դրա հետ կապված պետք է շատ լուրջ լինենք եւ գնահատենք այդ ամեն ինչը։ Իսկ հիմա նայենք, Հայաստանի կառավարությունից հայտնում են, Ալիևն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Դե ով էր կասկածում։ 2026 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչի Պուտինին հայկական կողմի նախաձեռնությամբ, չէ։ Բա ում նախաձեռնությամբ պետք է լիներ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաեւ նախաստորագրվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Մենք այդպես է չհասկացանք։ Այդ հեռախոսազրույցի ժամանակ այն ուղերձում, որ ասում էր մտահոգում է ընդդեղի գերիների հարցը Ադրբեջանում պահվող։ Ադրբեջանն ասում է նրանք պատերազմի հանցագործ են, նա չի ճանաչում, որ նրանք պատերազմի արդյունքում գերի են ընկել։ Հայաստանի իշխանությունները ընդունում են, որ նրանց կարգավիճակը դա է։ Լավ մի հատ բերեք հասկանանք, դուք ընդունում եք Ադրբեջանի տեսակետը, թե ոչ։ Եթե դուք ասում եք մտահոգում է մեզ, մտահոգել նշանակում է գործողություն եք անում, որ նրանք կան, բան չի չէ այս հեռախոսազրույցի մեջ ասվում, որ Նիկոլ Փաշինյանը նաև բարձրացրեց այդ հարցը եւ այլ եւ այլ։ Կամ քննարկեց նաև այն խոսույթը, որ արևմտյան Ադրբեջան բան, ում ես ասում, արևմտյան Ադրբեջանը ադրբեջանցիները չեն ասում։ Ուղերձը ասեցիր, ուղերձի հասցեատերը Ալիևն է։ Ալիևի հետ խոսալուց այդ հարցը բարձրացրել ես, որ այմար դե հանգիստ թողեք էլի այդ ամեն ինչը։ Դուք պետական մակարդակով անում եք, ես չեմ կարողանում երկրում ոչ պետական մակարդակովների լրացնեմ։ Գոնե դուք մի արեք, որ կարողանամ դա անեմ, բայց հարցը ինչի՞ չի բանալվել, հետը քննարկել, կամ եթե քննարկվել է, բայց ասեք մենք էլ հասկանանք։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 25 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում Սպիտակ տանը կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար, ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։ Հասկացանք, լավ էր, այդ ամեն ինչը լսեցինք եւ մեր մտահոգությունները չի փարատվել, առավել ևս, երբ որ մեզ խաբում են, ասում են ամեն ինչ լավ է, հանգիստ նստեք տեղներդ, հետո ասում են ժողովուրդ ջան, ուզում ենք ասենք, որ լավ չի եղել, այն որ դուք ասում եք ճիշտ եք ասում, բայց մենք ոնց կարենք թույլ տայինք ասենք, որ դուք ճիշտ եք ասում։ Մենք պետք է ասենք բոլորդ սխալ եք ասում, մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, հետո ասեն, բա գիտեք, այն ինչ որ ասում էինք, եթե այ հիմի լավ է, այդ դեպքում ինչի պետք է հավատանք, որ հիմա փակուղուց դուրս ենք եկել։ Բոլորին հասելուց հետո Ռուսաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Ամերիկային, Եվրոպային բոլորին հասելուց հետո ասում են մի հատարի պատասխան տուր։ Քո հայի պատասխանը տուր։ Բայց այդ դեպքում մենք ոնց իմանանք, որ այսօր փակուղու մեջ ես, երբ որ մենք տեսնում ենք, որ փակուղու մեջ ես։ Էս էլ մի քիչ կաստիկ ասեն Ժորժ ջան, չէինք ուզում ասենք տրամադրությունները տնկնի, 26 թվականին էլ էինք փակուղու մեջ։ Մենք գիտենք էլի հոնորություն չի։ Բա ամեն օրին չենք այսքան մտահոգված։ Առավել ևս տեսնում ենք այդ իշխանությունը, որը բացարձակ խաբում է ժողովրդին։ Ասել ես 25 թվականից առաջ, որ Ժորժ ջան, մենք փակուղու մեջ ենք, ոչ չեք ասել։ Հիմա ես ասում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն բացարձակապես չեն հետաքրքրվում երկրի քաղաքացիների բարեկեցությամբ, հենց որ Հայաստանը դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ գործիք, արևմտյան թևերը անմիջապես կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել։ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն կհրաժարվեն Հայաստանից, եթե այն շարունակի արևմուտքի հետ վերամիավորման իր ուղին։ Բայց դե դուք ուզում եք Հայաստանին պատժել, սանկցիաներ եք կիրառում, որ պատժեք։ Եվրոպան էլ մեզ խաբելու է, բա ուրախացեք, ինչ է կատարվում, որ։ Ինչ խնդրեմ ունեք։ Ուրախացեք, միշտ չարախնդացեք, ասեք, այ հիմա տեսակ, մեր վրից թռակ, Եվրոպան է ձեզ թողեց մենակ։ Հիմա դու սուսուփուս պետք է գաք մեղայականով մեր մոտ, մենք է կորոշենք, կընդունենք թե չէ։ Բան չեք հուզվել։ Չեք sense անհանգիստ, որ հանկարծ Հայաստանը կարող է գործիք դառնա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 5 տարի ձեր ձեռն էր գործիք։ Հազիվ են դուս եկե։ Այդպես չի։ Բայց դուք 100%-անոց հավատարմություն եք ուզում։ Էքսկլյուզիվ եք ուզում հարաբերությունների, բայց ես այդ ոնց կարելի է գործընկեր լինել, բայց եթե դուք տենց հուզվում եք, որ Հայաստանը կարող է այլ ընտրանք որոնի եւ համարում եք, որ ինքը դա չպետք է անի եւ դա կործանարար է եւ այլ, մի հատ ուղակի մի բան հիշեցնենք եւ այսօրվա հետ կապված էլ այսօրը շարունակությունն ասենք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Սերբիա։ Բելգրադում նա բանակցություններ կվարի երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Վուչիչը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, դրանց թվում տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։ Հուլիսին Վուչիչն ինքն էր այցելել Կիև, որտեղ մասնակցել էր հարավարևելյան Եվրոպա-Ուկրաինա գագաթնաժողովին։ Այցի արդյունքներով Սերբիայի նախագահը հայտարարել է նաև ուկրաինական ղեկավարության հետ հետագա շփումների մասին, իսկ հիմա արդեն այդ հանդիպումը տեղի է ունեցել, արդեն դա նայենք։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Բելգրադում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելգրադը կաջակցի Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Վուչիչը Կիևին մաղթել է հնարավորինս արագ ավարտել Եվրամիության անդամակցության բանակցությունների առաջխաղացման համար անհրաժեշտ բոլոր բանակցային կլաստերների աշխատանքը, ինչի ասա հատուկ ուշադրության ենթակա մանավանդ այս Մեդվեդևի շաքար խոսքը կտրելով, որովհետև սլավոնական ֆորպոստ էր Սերբիան Ռուսաստանի համար։ Միակ դաշնակիցն էր մնացել Ռուսաստանի
Եվրոպայում։ Այն Սերբիան, որը դեռ Հարավսլավիա եղած ժամանակ 99 թվականին 75 օր ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Բելգրադը, որովհետև կոնֆլիկտի հետ կապված հարցում Կոսովոյի հետ կապված համաձայնության չէին գալիս։ Դրանից շատ դեղացած էին եվրոպական երկրներից, հետո փլուզվեց Հարավսլավիան, մասերի բաժանվեց։ Սերբիան այդ խնդրը Կոսովոյի հետ կապված շարունակեց մնալ, բայց այնուամենայնիվ իրանք այդ ամեն ինչի վրով անցան եւ որոշեցին անդամակցության հայտ ներկայացնել Եվրամիությանը։ Եվրամիությանը հայտը ներկայացրեցին, բայց դրանից հետո 2012 թվականին արդեն սկսեցին բանակցություններ, 14 թվականից կարգավիճակը տվեցին, 12 թվականին կարգավիճակը տվեցին թեկնածուիկ, 14-ից բանակցությունները սկսեցին, դիմել էր 9 թվականին Սերբիան։ Բայց այդ ժամանակ ինչու մինչև հիմա իր հարցը չի լուծվում։ Թեկնածու պետությունը ինչու չի լուծվում։ Եվրոպական է պետությունը։ Մանավանդ իր հարևանները արդեն անդամակցել են, որովհետև իրան ասում են խաղեր մի տար Ռուսաստանի հետ, դու պարտավոր ես Ռուսաստանի դեմ համաեվրոպական սանկցիաներին միանաս, եւ դու պարտավոր ես այդ քո ջերմ հարաբերությունը Ռուսաստանի հետ մի կողմ դնես։ Ինքը ասում էր ոչ, ես Ռուսաստանի դեմ սանկցիա չեմ կիրառելու, ես Ռուսաստանի հետ շարունակելու եմ իմ ջերմ հարաբերությունները։ Բա ինչ պատահեց, որ միանգամից սենց Վուչիչը փոխվեց, ժողովուրդ ջան։ Հա, մոռացել էինք, հոկտեմբեր-նոյեմբերին նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ Սերբիայում։ Եվ Ալեքսանդր Վուչիչը լինելով նախագահ, ասեց, որ հենց որ կստորագրեմ, որ այլևս այսինչ օրը նշանակում ենք ընտրություններ, դրանից մի քանի օր հետո հրաժարական կտամ, որպեսզի մասնակցեմ ընտրություններին, որովհետև ցանկություն ունեմ դառնալ վարչապետ։ Մենք ենք ասում, այ մարդ, այս մարդը ուզում է դառնա վարչապետ, միանգամից նախագահ Վուչիչը Ռուսաստանին մոռացավ, ուրացավ, ասեց, որ Ռուսաստանի հետ ոնց կարաս ապագա ունենաս։ Ավելի լավ է, որպեսի Եվրոպայում հասկանան, որ ատեղից են կողմել տեղ չկա, այնա Զելենսկուն կընդունեմ, բա Զելենսկին պատերազմը 22 թվին է սկսվել, բայց Զելենսկին 19 թվից է նախագահ, որ ձեր հետ ընդհանրապես չի հանդիպել, որովհետև դուք այտենց է Ռուսաստանի ֆորպոստն էիք Եվրոպայում։ Բա հիմա ինչ պատահեց Վուչիչին, սենց մի քանի օրվա մեջ փոխվեց։ Մեդվեդև ասելիք չունես Վուչիչին, ասես բա որ հիմա բռնեք Եվրոպայի պոչը, Ուկրաինայի պոչը բռնեք, դուք կկործանվեք, Եվրոպան ձեզ կխաբի, ձեր ձեռից կխլի ամեն ինչ։ Բա Մեդվեդև ոնց որ չլսեցի։ Բա դրա համար կարդացի երեկվա հայտարարությունն էլ այսօրվանի հետ միացրեցի, որ երեկվանից այսօր Մեդվեդևը մեր մասին խոսացել է, Վուչիչի մասին չի խոսացել։ Եթե խոսա հավատացնում եմ ձեզ անպայման կներկայացնեմ։ Բա ասեիք իմանայինք, ժողովուրդ ջան։ Թե մենակ ուժները պատում է Հայաստանի վրա։ Իդեպ այսօր 2008 թվականի օգոստոսի 8-ին Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա, այդ քառօրյա պատերազմը, որ եղավ, եւ որի հետ կապված իհարկե չէր համաձայնեցրել Միխայիլ Սահակաշվիլին արևմտյան իր գործընկերների հետ, ուղղակի մտածում էր ինքը հարվածը կհասցնի շատ արագ հարցը կլուծի, շատ արագ չլուծեց, Ռուսաստանը մտավ խաղի մեջ, արդեն հյուսիսային Կովկասում ռոքի թունելով դուրս եկան տանկերը, արդեն հասել էին Գորի, արդեն քշում էին դեպի Թբիլիսի, բայց նույնիսկ Եվրոպայի հետ չհամաձայնացնելուց հետո, այդ քայլը անելուց հետո Ֆրանսիայի նախագահն այդ ժամանակ Նիկոլա Սարկոզին էր, իսկ Ռուսաստանի նախագահ, ավելի ճիշտ Պուտինի մոտ նախագահ էր աշխատում Դմիտրի Մեդվեդևը, եւ այդ ժամանակ Սարկոզին եկավ նույնիսկ երբ որ իրանց հետ ճիշտ չվարվեց Սահակաշվիլին, այտենց քայլ չպետք է աներ։ Դրանից հետո եկավ
Մեդվեդևին ասեց տանկերը կանգնացրեք, վերջ առաջ չեք գալի։ Սարկոզիի ջանքերի շնորհիվ այդ տանկերը Թբիլիսի չմտան։ Եվ այդքանից հետո եթե Վրաստանը մոռանում է, որ Ռուսաստանը ոնց իր տարածքի համար, նույնիսկ եթե սխալ պատերազմ է սկսել Սահակաշվիլին, բայց իր տարածքի համար Ռուսաստանը արդեն Վրաստանն էր գրավում, նավահանգիստներն է շրջափակել էր եւ Ֆրանսիայի նախագահի ջանքերով դա կանխվեց եւ Վրաստանը իր ինքնիշխանությունը չկորցրեց։ Այդքանից հետո Ռուսաստանի հետ խաղեր եք տալ տղեկ ջան, պատմությունը կարող է ձեզ չների, էլի։ ԱՄՆ Սենատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների խստացնելու մասին օրինագիծը, 86 սենատոր քվեարկել է կողմ, իսկ 11-ը դեմ։ Օրինագիծն այժմ ուղարկվում է Ներկայացուցիչների պալատ, որը ամառային արձակուրդից կվերադառնա սեպտեմբերին։ Մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի մասնակցությամբ մշակված օրենսդրական նախաձեռնությունը կոչ է անում 100% սակագին սահմանել ռուսական էներգակիրների 5 խոշորագույն գնորդների համար և 500% սակագին սահմանել Ռուսաստանից ԱՄՆ բոլոր ներմուծումների համար։ Այս հարցերում իհարկե Ամերիկան այդ քայլերը անում է Ռուսաստանի դեմ, բայց այնպես չի, որ ակտիվ ձևով աջակցում է Ուկրաինային, մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ։ Ձեռնարկատեր Իլոն Մասկը մերժել է Կիևի խնդրանքը օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվածները կառավարելու համար և կոչ է արել համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Նախկինում հաղորդվել էր, որ Զելենսկին խնդրել է Թրամփին ազդել Մասկի վրա, որպեսզի նա թույլ տա Ուկրաինային օգտագործել Starlink-ը հարվածները կառավարելու համար։ Պայմանագիրը իհարկե այն ժամանակ կնքել էր Լեհաստանը և ֆինանսավորում էր Լեհաստանը, որպեսզի Ուկրաինան ունենար այդ հնարավորությունը, ամեն ինչ անում էր Ռուսաստանը դա կանխի, այնուամենայնիվ Ուկրաինան կարողանում էր հասնել նրան, որ Լեհաստանն էլ մի մոմենտ նեղացավ, ասեց չհասկացանք, փողը տալիս ենք, ծառայությունը մատուցում եք, ձեզ ինչ է երևակայում։ Մի խոսքով, որոշակի կոնֆլիկտային բաներ եղել են, բայց հարցը հարթվել էր, բայց հիմա նորից գալիս է մի վիճակ, որ հանկարծ Ռուսաստանի պարտությունը սարսափեցնում է անգամ նաև Իլոն Մասկին և շատ տխրեցնում Դոնալդ Տրամփին։ Այն դեպքում, երբ որ մենք գիտենք, մինչև Ռուսաստանը չպարտվի, դուք Իրանի հետ հարցերը չեք լուծելու, Չինաստանի հետ էլ լուրջ խնդիրներ եք ունենալու։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խոսելով Իրանի մասին. Մենք նրանց կոկորդից բռնած ենք պահում, նրանց մոտ սննդամթերքի գնաճը կազմում է 150-ից 180% և նրանք չեն կարող վճարել իրենց զինվորականներին։ Կարծում եմ շուտով կտեսնենք 30-60 օրյա հրադադարի համաձայնագիր, գուցե նույնիսկ այսօր կամ վաղը և Հորմուզի նեղուցը կբացվի։ Էլի իրանք չճանաչելով այդ պետությանը, Դոնալդ Տրամփը մտածում էր, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է հոգևոր առաջնորդի ձեռքում, բավական է Ալի Խամենեին սպանեն և միանգամից Տրամփը ոգևորված հայտարարեց, որ մինչև երեկո զենքը վայր դրեք, թե չկդնենք կոչնչացնենք։ Զենքը վայր չդրեցին և հետո արդյունքը տեսանք ինչ եղավ։ Հիմա էլի նորից իրանք մտածում են, որ եթե դժվարություններ առաջանա Իրանում, ապա իրանք դժգոհությունների ալիքի վրա նրանք չեն կարողանա պահեն և կհանձնվեն կամ պայմանագիր կստորագրեն։ Նորից չեն կարողանում ասել, որ այդ երկիրը իր տեսքով այնպիսին է, որ այնտեղ այդ ներսի դժգոհությունները ընդհակառակը դժգոհությունները մինչև Ամերիկայի այդ բախումներ, արդարացի դժգոհություններ։ Հիմա խնդրեմը մեծացել է, բայց մարդիկ մոբիլիզացրել են, որպեսզի հանկարծ օտարերկրյա գործակալի տպավորություն չթողեն։ Էլի նորից իրանք չեն ճանաչում այն պետությանը, որի հետ կռվում են։ Այս է խնդիրը։ ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է Սպիտակ տանը մոտ $400 միլիոն արժողությամբ նոր պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նստավայրի սեփականատերը չէ, այլ միայն ժամանակավորապես զբաղեցնում է այն։ Դատարանի կարծիքով նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը, քանի որ պետության ղեկավարն իրավասու չէ ինքնուրույն փոփոխել դաշնային սեփականության օբյեկտը։ Նախագահը չունի այդ սեփականության նկատմամբ սահմանադրորեն ամրագրված լիազորություններ, որը նախատեսված է ներկայիս և ապագա պետության ղեկավարների, ինչպես նաև ամերիկյան ժողովրդի օգտագործման համար, ասվում է դատական փաստաթղթում։ Դատավորները հստակեցրել են, որ իրենց որոշումը շինարարության վերջնական արգելք չի նշանակում, նախագիծը կարող է իրականացվել Կոնգրեսից անհրաժեշտ թույլտվությունը ստանալուց հետո։ Թրամփը որոշումը քաղաքականապես մոտիվացված է անվանել և հայտարարել, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը։ Ըստ նրա, նախագիծը պաշտպանական տարրեր, այդ թվում հատուկ ամրացված կառույցներ և անվտանգության օբյեկտներ է նախատեսում։ Ինչն է ցավալի, հերթական անգամ Դոնալդ Տրամփը ցանկանում է լիազորություններ
հզորություններ է գերազանցել, հերթական անգամ դատարանն ասում է դա անել չես կարող, գնա թույլտվություն վերցրու, չի կարողանում այդ մարդը հաշտվի իր պաշտոնի ծավալով, ինքը դրանով առաջնորդվի, առավել ևս երկու պալատում էլ ունի ինքը մեծամասնություն, շատ հարցեր կարող է լուծի, միևնույնն է ինքը այնուամենայնիվ գնում է այս ճանապարհով եւ մինչեւ այդ թույլտվությունը համաձայնության ստանալը արդեն մի մասի շինարարությունը սկսել էր, հիմա էլ վրդովված ուզում է դիմի գերագույն դատարան, բայց երբ որ մինչեւ դու կդիմես, մինչեւ նրանք որոշում կկայացնեն, արդեն նոյեմբերի 3-ին կլինի ներկայացուցիչների պալատի ընտրությունը եւ սենատի 1/3-ի ռոտացիան, որի արդյունքում կարող է այլևս մեծամասնություն չունենաս եւ այդ համաձայնությունը այլևս չստանաս կոնգրեսից։ Անողեիր մինչև այդ անեիր, քանի ձերոնք էին, թե հույս չունեիր, որ անգամ ձերոնք կհամաձայնվեն, կասեն է սա խաղերը պրծել ես, հիմա էլ մնացել է հայտնի բանի անեկդոտի նման, ասում ես քանից հետո երգում ես, մեզ քանից հետո մի հատ պարահանդեսի պակասները պարահանդեսի սրահն է, ժողովուրդ ջան, անվտանգային նկատառումով պետքա պարենք։ Եթե ուզում ես նաև ասի, որ այդ դահլիճի տակը չգիտես ինչ ա դրել, ինչ անվտանգային բաներ ա, լավ էլ է թեքյատը թողեք ցածր դասարանի աշակերտների համար։ Եթե դու այսօրվա դրությամբ այդ խնդիրը չես կարողանում հիմնավորես, որպեսզի համաձայնություն ստանաս, լիազորությունդ գերազանցում ես աշխարհի այսքան խնդրի պարագայում, դատարանը կանխում է դա, դե ճիշտ չէ էլի ժողովուրդ ջան։ Իսկ մենք լուրջ հույսեր ենք չէ կապել այս մարդու հետ, որ ահագին բան ունի այս աշխարհի համար անելու։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան, ինչու պետք է ԱՄՆ-ն գա այստեղ բազաներ հիմնի եւ հարվածի ցանկացած իսլամական երկրի, եթե նա չի լսում իրեն։ Ով է ասում, որ մենք պետք է լինենք նրանց ենթարկվող ծառաները։ Նրանք չպետք է մեզ ահաբեկեն։ Սկոտ Բեսենթը լսում է, որ Իրանի նախագահը այս կարծիքին է չեն պատրաստվում հանձնվեն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը շարունակում է. Համաձայնագրի ընդհանուր ուրվագծերը որոշվել էին, վերջնական ստորագրությունը պետք է դներ Թրամփը, որպեսզի համաձայնագրից դուրս գալու հնարավորություն չլիներ։ Այնուամենայնիվ 24 ժամից էլ քիչ անց բանակցությունների ընթացքը լիովին փոխվեց եւ համաձայնագիրը վերջնականապես չհաստատվեց։ Մասուդ Փեզեշքյան, Իսրայելը եւ ԱՄՆ փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել, մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ, նրանց նպատակն էր մեզ լիովին զինաթափել, եթե նրանք դա անեն, նրանք կգնան եւ կկոչիչացնեն մեր հողը, ինչպես անում են Գազայում, եւ մենք անզոր կլինենք։ Ճիշտ է թույլ տալ, որ նրանք զրկեն մեզ մեր ռազմական եւ պաշտպանական կարողություններից եւ խոնարհվենք նրանց առջև։ Մենք դա չենք անի։ Մենք բոլոր հարևան երկրներին համարում ենք մեր եղբայրներ։ Հակամարտության կարիք չկա, մենք ունենք ընդհանուր սահմաններ եւ հարևաններ ենք, բայց Իսրայելը չի հարգում իսլամական ազգերի սահմանները, այն կենտրոնացված է ներխուժման եւ նրանց հողերի զավթման վրա։ Բեսենթի ինձ թվում է տեղյակա չէ, որ Իրանը այս ձևով է տրամադրված։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իրանի զինված ուժերը ցույց են տվել իրենց պատրաստվածությունը, կարողությունները եւ հզորությունը աշխարհի ամենաթանկ բանակի դեմ։ Եթե մուսուլմանները միասին են կանգնած, մենք կարող ենք դեմ առ դեմ դիմակայել չարամիտ արտաքին ուժերի կողմից եկող յուրաքանչյուր մարտահրավերի։ Ժամանակն է հույսը դնել միայն մեզ վրա եւ ընդունել իրական եղբայրությունը։ Ցավալիորեն հերթական անգամ հույսը դնում է Իրանը մուսուլմանական եղբայրության վրա, այն դեպքում, երբ որ մենք էլ ենք հարևան, մենք էլ իրաց սահման ունենք եւ մենք շահագրգռված ենք նորմալ հարաբերություն ունենալ։ Եվ ամեն ինչ անում ենք, որ հարաբերությունը չփչացնենք, բայց մշտապես իրանք ասում են մենք եղբայրությունը եւ համագործակցությունը մուսուլմանական երկրներն ընդդեմ Ամերիկայի։ Բա մենք որտեղ ենք ժողովուրդ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբի Հորմուզի նեղուցի բացումը կախված է Միացյալ Նահանգների կողմից Իրանի պայմանների լիակատար ընդունումից եւ տարածաշրջանային բանակցությունների գործընթացին միջամտելուց ամերիկյան կողմի հրաժարումից։ Չի լսում սա ֆինանսների նախարար Ամերիկայի, որ նրանք ընդհանրապես Հորմուզի նեղուցի հետ կապված չեն էլ քննարկում այլ տարբերակ։ Հենց որ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը անկասկած կբացվի։ Բասա որ մեզ մտահոգում է, որ ասում ենք մի ոգևորվեք թրիպով, մինչև Իրանի հարցը չլուծեք։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին նշել է, որ վերջին իրադարձությունները դարձել են Իրանի զինված ուժերի իրանցի ժողովրդի տոկունության եւ դիմադրության առանցքի արիության արդյունքը։
ԱՄՆ և սիոնիստական ռեժիմի պարտությունն ամրապնդել է այն համոզմունքը, որ օտարերկրյա ուժերը, որոնք անկայունության գլխավոր պատճառն են, պետք է լքեն տարածաշրջանը։ Այսինքն ինքը պայման է դնում, պահանջ է դնում իր հարևաններից, որ Ամերիկայի բազաները հանեք ձեր տարածքից։ Մեր մոտ Ամերիկայի բազա չկա, չի էլ պարտավորվել Ամերիկան, որ պետք է բերի, չունենք էլ մենք, ընդհակառակը շտապեցին Իրանի կասկածները փարատել, ասին նույնիսկ գիծը պահելու համար ամերիկյան կոնտինգենտ զինված չի գտնվելու Հայաստանի տարածքում, բայց տեսնում եք, թե Իրանը ոնց է անդրադառնում։ Տարածաշրջանի երկրները կարող են ապահովել անվտանգությունը համագործակցության ուժեղացման միջոցով, նշել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։ Հիմա դուք տեսնում եք, որ այս պարագայում, այսինքն այն լավատեսությունը, որը որ չենք կիսում, այդ մտահոգությունները, որի մասին խոսում ենք, ձեզ ասում են, չէ ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է, դուք սպասեք առաջիկա համերգին, որ գնաք ահագին ուրախանաք, ամեն ինչ, դուք պատկերացնում եք հայ մարդը, որը դեռ երեխան չծնված, արդեն մտածում էր, թե որ դպրոցը պետք է գնա, հետո որ բուհը պետք է գնա, լամիատ էլ նախորդ սերունդն էլ մտածում էր ում հետ պետք է ամուսնանա, արդեն նախապես թորների անուններն էլ ընտրել էին, այսպիսին էր հայը։ Հիմա այսօր հային ասում են, ընկեր ջան, ինչ ապագա, ինչ երեխայի ապագա, այն մարդ գնա բարի, ամեն ինչ լավ է, խաղաղությունը բերել ենք, դու պետք է երջանիկ լինես, դու պետք է ոգևորվես։ Մեկ է դա էստո կանգնում են ասում են ժողովուրդ ջան, այն որ ասում ենք բանա ձեր ապագան շատ լավ է, գնացեք պարեք, այ գնում եք պարում եք, բայց ձեր երեխաների հայրենիքը փակուղու մեջ է, դա հենց առաջ էլ ֆորպոստ էր, բայց ինչի եմ ես ամեն անգամ սա շեշտում, որտեղ սա հատուկ նպատակային արված է, որ նա ով մտածում է երկրի ներկայի ու ապագայի մասին, իր սերունդների ապագայի մասին, կյանքի որակի մասին, անվտանգության մասին, որ տագնապ ունի վաղվա օրվա նկատմամբ, այդ մարդիկ ընդհանրապես ասեն, ոչ միայն իրանք այդ ուղղությամբ չմտածեն, գիտեք քանի մարդ օրվա մեջ ինձ ասում, լավ չեմ հասկանում, ոչ մեկին չի հետաքրքրում, մենակ քեզ է պետք, խի է մենակ քեզ պետք, եթե ոչ մեկը բոլորը տենց են մտածում, դու էլ քո ուզածն ինչ է, ուզում հայրենիք ունենանք, ժողովուրդ ջան, ոչինչ, իմ ուզածը դեռ միջև հիմա պարզ չի ձեզ ինչ է, եթե իմ ուզածը փողն է լրու պաշտոնը, էդ էլ կունենայի էդ էլ։ Բայց ինչի ենք պայքարում մեր ծրագրերը ձեզ ներկայացնելու։ Մեր ուզածը ինչն է, որը բխում է զուտ Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերից։ Իսկ ձեզ ներկա, այդ ձեզ էսա պետք։ Պետք է էս, որպեսզի դուք լսեք մի մարդու, որը ձեզ կարողանա ասի, որ այս ամեն ինչ լավ է, խաղաղությունը բերել ենք։ Վաղն եք կանգնեք ասի ժողովուրդ ջան, բայց չէ՞ այդ խաղաղությունը ձեզանից էր կախված։ Այդ դուք բան չարեցիք, էլի կանգնեցիք ավել պակաս խոսացիք, թե արցախցիները պետք է վերադառնան, Ադրբեջանը ջղայնացավ մտավ Հայաստան։ Էլի դուք սահմանադրությունը հանրակրվեն չհամաձայնվեցիք, Ադրբեջանը մտավ, մոռացել եք այդ ամեն ինչը, որ ոնց է, այսինքն հարցը փակված չի, որովհետև խաղաղություն չկա, ընդհանրապես չեն կրակում, որովհետև առանց կրակելու ստանում են իրանց ուզածը։ Սա է հարցը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք և դատեք ինքներդ։ Շնորհակալություն։